Հայտարարված հրադադարի առաջին օրը Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհերի ու վիրավորների ռեկորդային թիվ է գրանցվել։ Քաղաքացիական պաշտպանության տվյալներով զոհվել է առնվազն 254 մարդ։ Վիրավորների թիվը հասնում է 1165-ի։ Միայն Բեյրութում գրանցվել է 92 զոհ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, դրանց արդյունքում հայտնաբերված զոհերի թիվը հավանաբար կաճի։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել հավատարի մնալ հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ ոչ թե պատերազմը շարունակել Իսրայելի միջոցով։ Եվրոպական մի շարք երկրներ եւ Կանադան պահանջում են դադարեցնել պատերազմը նաեւ Լիբանանում։ Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, նշված է համատեղ հայտարարության մեջ։ Թրամփը պնդում է, որ Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրի մեջ, ըստ դրա դա առանձին պատերազմ է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է արժանի հակահարված տալ ագրեսորներին, եթե հարձակումները չդադարեն։ Այս զարգացումները փորձագետների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացնում, արդյոք կհաջողվի պահպանել երկշաբաթյա հրադադարը բուն Իրանի ուղղությամբ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Ռեկորդային թվով զոհեր ու վիրավորներ Լիբանանում, անօդաչուներ Իրանի երկնքում, հրթիռներ ծոցի երկրների ուղղությամբ, հրադադարի առաջին օրվա արդյունքները։ Հորմուզի նեղուցը կրկին փակ է, ապագան կրկին անորոշ։ Անգամ անորոշ լավատեսությունից կտրուկ փոփոխություններ են գրանցվել բորսաներում։ Թրամփի զայրույթը Ամերիկան սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Գաղտնի տեղեկությունների արտահոսք հատուկ ստորաբաժանման ծառայողի կողմից, գործում ներգրավվել է FBI-ը։ Արտաքսումները հնգապատկվել են, փողոցային ձերբակալությունները տասնապատկվել, մանրամասներ Թրամփի միգրացիոն քաղաքականությունից։ Առաքիչը խոստովանեց 7-ամյա աղջկա սպանությունը։ Լոս Անջելեսի դպրոցներում պատրաստվում են մեծ դասադուլի։ NBA-ի աստղի տանը անօրինական կազինո է բացահայտվել։ Տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, ավտովթար Riverside-ում ոստիկանների կողմից հետապնդման ընթացքում նոր մանրամասներ պահեստի հրդեհից, աշխատակիցը հրդեհը կազմակերպել է ցածր վարձատրության պատճառով։ Վենտուրայում բոժոժավեր օձերը սկսում են որսը, օձի խայթոցի հերթական դեպքն է արձանագրվել։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանին առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Կինո, թատրոն, համերգ, մանկական ներկայացում։ Մանուն միջոցառումներ է առաջարկում ամենատարբեր ճաշակների տեր մարդկանց համար։ Բաց չթողնեք, որ հետաքրքիր ժամանցի ձեր նախընտրած տարբերակը հաստատ գտնեք։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ, մեկնաբանություններում պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին։ Եվ իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հրադադարի առաջին օրը անհանգիստ է անցել նաև Իրանում։ Իրանի Ֆարս նահանգում խոցվել է Hermes 900 տեսակի անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, խոստանալով խիստ պատասխան ցանկացած ներխուժման համար։ Միևնույն ժամանակ Քաթարի ուղղությամբ հրթիռային հարձակումներ են եղել Իրանի տարածքից։ Քաթարի բանակը որսացել է 7 բալիստիկ հրթիռ եւ մի քանի անօդաչու։ Օրվա ընթացքում նաեւ հրադադարի ռեժիմի խախտման այլ դեպքեր են արձանագրվել։ Սակայն պաշտոնապես հրադադարը շարունակվում է, կողմերը պատրաստվում են շաբաթվա վերջին Պակիստանում կայանալիք բանակցություններին։ Իրանի բանակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կշարունակի պահպանել։ Իրանի նավահանգստային իշխանությունները նավերին հրահանգել են փոխել երթուղիները։ Դա կօգնի խուսափել ծովային ականներից։ Անվտանգության նկատառումներից ելնելով նեղուցով նավերի անցումը պետք է համակարգվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Թրամփը պահանջել է անհապաղ բացել նեղուցը, սպառնալով դադարեցնել հրադադարը։ Իրանական կողմը նեղուցով նավերի անցման բարդությունը նախ հիմնավորում էր տեխնիկական եւ անվտանգության խնդիրներով։ Իսկ երբ Իսրայելը սկսեց զանգվածային ռմբակոծությունը, Իրանը ամբողջությամբ փակեց նեղուցը։
ԱՄՆ նավթը էժանացել է 16.4%-ով, Brent տեսակի նավթը 13.3%-ով։ Հրադադարի մասին լուրերին ֆոնդային շուկաները արձագանքել են անմիջապես։ S&P 500 ինդեքսը աճել է 2.5%-ով, Dow ցուցանիշը թռիչք է գրանցել 1325 կետով, Nasdaq ինդեքսը նույնպես աճ է գրանցել։ Թանկարժեք մետաղների գները ևս աճել են, ոսկին թանկացել է 2.5 արծաթը 5%-ով, ասիական և եվրոպական բորսաները նույնպես արձագանքել են դրական, Գերմանիայի և Ֆրանսիայի ինդեքսները աճել են 4%-ով։ Սակայն դեռ շատ հարցականներ կան, գազի գները դեռ չեն նվազել, ավիավառելիքի արժեքը գրեթե կրկնապատկվել է, ինչը ուղևորների և բեռների փոխադրման ոլորտում լուրջ գնաճի կբերի։ Ծովային փոխադրումների ապահովագրության հարցը մնում է չլուծված, իսկ Հորմուզի նեղուցում առկա խնդիրները միայն ավելի են խորացնում միջազգային շուկայում անորոշությունը։ Բորսաներում արձանագրված դրական տեղաշարժերը դեռ չեն հասել սպառողներին։ ԱՄՆ լցակայաններում գները չեն նվազել, բենզինի 1 գալոնը արժե $4.14, դիզելային վառելիքի գինը $5.64 է։ Վաշինգտոնում Թրամփ-Ռյուտե հանդիպումը բավական լարված է անցել։ Թրամփը խիստ դժգոհել է դաշնակիցների պահվածքից, ԱՄՆ նախագահը քննադատել է նրանց Իրանի պատերազմում և Հորմուզի նեղուցը բացելու հարցում իրեն չօգնելու համար։ Թրամփը չի մոռացել դաշնակիցների մերժումը։ Ֆրանսիան և Իսպանիան փակել էին օդային տարածքը, իսկ մյուսները հարկ եղածի չափ չօգնեցին։ ՆԱՏՕ-ն այստեղ չէր, երբ մեզ պետք էր, սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։ Նա քննարկում է դաշինքից դուրս գալու հարցը։ Սպիտակ տունը հաստատեց այս լուրը, սակայն գոյություն ունի հատուկ օրենք։ Նախագահը չի կարող միայնակ լքել կառույցը, դրա համար հարկավոր է կոնգրեսի թույլտվությունը։ Ռուբիոն նույնպես հանդիպել է Ռյուտեի հետ։ Նրանք խոսել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի մասին։ FBI-ը ձերբակալել է նախկին զինծառայողի լրագրողին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։ Նա ունեցել է խիստ գաղտնի տեղեկություններ ստանալու թույլտվություն։ Դատախազը նշում է, որ զինծառայողը հարյուրավոր հաղորդագրություններ է ուղարկել լրագրողին, նրա հետ ունեցել երկարատև հեռախոսազրույցներ։ Լրագրողն անգամ նրա մասին գիրք է գրել։ Զինծառայողը աշխատել է Ֆորթ Բրեգում, սա Դելտայի հատուկ ստորաբաժանման կենտրոնն է։ Նա բողոքել է սեռական ոտնձգություններից, պնդել է, որ ճնշումների է ենթարկվել։ Աղմուկ հանած գործի քննությունը շարունակվում է։ Ներամերիկյան թեմաներին անդրադառնանք, Թրամփի օրոք ներգաղթյալների ձերբակալությունները կտրուկ ավելացել են։ Առանց քրեական անցյալի մարդկանց ձերբակալությունները աճել են 770%-ով։ Փողոցային ձերբակալությունները ավելացել են ավելի քան 1000%-ով կամ 10 անգամ։ Դրանք տեղի են ունենում բնակելի թաղամասերում և դատարաններում, նաև IC գրասենյակներում։ Արտաքսվածների թիվը հնգապատկվել է։ Ներքին անվտանգության դեպարտամենտը կտրականապես հերքում է այս պնդումները, նրանք անվանում են վերլուծությունը կեղծ պատմություն ստեղծելու փորձ։ Գերատեսչությունը պնդում է, որ ձերբակալվածների 70%-ը հանցագործներ են։ Պաշտոնյաները հետազոտողներին մեղադրում են ոչ ստույգ տվյալներ օգտագործելու մեջ։ Ի պատասխան հետազոտողները պնդում են, որ օգտագործում են հենց IC սեփական արխիվները։ Ձերբակալությունների այս ալիքը չի սահմանափակվում միայն Լոս Անջելեսով։ Ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում Չիկագոյում, Մինեապոլիսում և այլ նահանգներում։ Դրան զուգահեռ իշխանությունները ավելացրել են կալանավայրերի մահճակալների թիվը։ Դա կապված է նոր ֆինանսավորման և կալանավորների թվի աճի հետ։ Տեքսասում FedEx ընկերության նախկին վարորդը մեղքն ընդունեց, նա սպանել է 7-ամյա աղջկան, դեպքը տեղի է ունեցել երեխայի տան մոտ։ Նա աղջկան տեսել է նվեր առաքելու ժամանակ, նվերը նախատեսված էր հենց երեխայի համար։ Աղջկա մարմինը գտել են 2 օր անց։ Նախկինում առաքիչը հրաժարվում էր իր մեղքն ընդունել, նա պնդում էր, թե պատահաբար է հարվածել երեխային, սակայն տեսախցիկի կադրերը այլ բան են ապացուցում։ Աղջիկը ողջ է եղել մեքենայի մեջ։ Նրա ԴՆԹ նմուշները գտել են երեխայի եղունգների տակ։ Հանցագործին սպասվում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն։ Ռեքս Հյուերմանը դատարանում խոստովանեց իր մեղքը, հանցագործը սպանել է 7 կնոջ, զոհերը հիմնականում երիտասարդ մայրեր են եղել, նրանց բոլորին խեղտամահ է արել։ Գործի քննությունը տևել է 15 տարի։ Ոստիկանները սկզբում գտել են նրա մեքենան, հետո հանցագործի տանը գտել են 279 միավոր զենք, իսկ համակարգչում սպանությունների հստակ ծրագիր։ Նա երկար ժամանակ հետևում էր զոհերին մինչև սպանությունը։ Մարդասպանը կդատապարտվի ցմահ բանտարկության, նա ներման իրավունք չի ունենա, դատավճիռը կհրապարակվի հունիսի 17-ին։
Տեղափոխվենք Լոս Անջելես, տեղի դպրոցական միացյալ շրջանի ներկայացուցիչները հանդիպել են արհմիությունների հետ։ Կողմերը փորձում են խուսափել խոշոր գործադուլից, այն կարող է սկսվել առաջիկա երեքշաբթի օրը, եթե մինչև այդ կողմերը համաձայնության չգան։ 3 տարբեր արհմիություններ պատրաստվում են դուրս գալ փողոց։ Լոս Անջելեսի ուսուցիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում, շրջանը առաջարկում է աստիճանական հավելավճարներ և բոնուսներ, սակայն ուսուցիչները ցանկանում են 13% աճ։ Պահանջներին միացել է նաև կրթության աշխատակիցների միացյալ արհմիությունը, որը ներկայացնում է 30,000 օգնականների և վարորդների։ Նրանք էլ պահանջում են կայուն գրաֆիկ և աշխատատեղեր։ Պատկան մարմինները հույս չունեն, թե բանակցությունները դրական ավարտ կունենան։ Ըստ նրանց, բյուջեում միջոցներ չկան ուսուցիչների պահանջները բավարարելու համար, իսկ նրանք չեն պատրաստվում նվազեցնել իրենց պահանջները և սպառնում են բողոքի ցույցերով ու դասադուլով։ Իշխանությունները հորդորում են ծնողներին պատրաստվել վատագույնին, ընտանիքները պետք է գտնեն երեխաների խնամքի տարբերակներ, պետք է հոգալ նաև սննդի հարցը դասադուլի օրերին։ Լոս Անջելեսի Էնսինո թաղամասում աղմկոտ բացահայտում է տեղի ունեցել, NBA աստղ Գիլբերտ Արենասի տանը պոկեր են խաղացել։ Իսրայելցի Եվգենի Գերշմանը խոստովանել է իր մեղքը, նա բնակվում էր Woodland Hills-ում։ Գերշմանը կազմակերպել էր բարձր խաղադրույքներով ապօրինի խաղեր, հանցավոր խումբը գործել է մոտ 1 տարի։ Գերշմանը վարձել էր դիլերներ, խոհարարներ և անվտանգության աշխատակիցներ։ Գործը ներառում է նաև մարմնավաճառության կասկածներ։ Գերշմանը նախկինում դատապարտվել է Իսրայելում, նա կապեր ունի կազմակերպված հանցավոր խմբերի հետ, մեղադրյալը կազմակերպել էր նաև կեղծամուսնություն, դա արվել էր գրին քարտ ստանալու համար։ Գերշմանը խոստովանել է մեղքը 4 հոդվածով, նրան սպառնում է 2 տարվա բանտարկություն։ Դրանից հետո նրան կարող են արտաքսել երկրից, նա այլևս չի կարող վերադառնալ ԱՄՆ։ Դատավճիռը կհրապարակվի հուլիսին։ Արենասը պնդում է իր անմեղությունը դատարանում, հանցավոր սխեման բացահայտվել է դաշնային հետաքննությամբ։ Քննությունը շարունակում է ուսումնասիրել բոլոր կապերը, չեն բացառում, որ դրանց արդյունքում նոր ոչ պակաս հայտնի մարդկանց անուններ կհնչեն։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Ոստիկանների կողմից հերթական հետապնդումն է ավարտվել ավտովթարով։ Յուրու Պավելիում մեքենան գողացած կասկածյալը վթարի է ենթարկվել բախվելով պատին։ Դեպքը տեղի է ունեցել ավագ դպրոցի մոտ։ Ոստիկանները փորձել են կանգնեցնել նրան հատուկ սարքով։ Ըստ տեղեկությունների, գողացված մեքենայով փախուստի դիմաց անձը զինված էր ատրճանակով։ Նա վտանգավոր մանևրներ էր անում ճանապարհին։ Բարեբախտաբար այլ մարդիկ չեն տուժել։ Վթարից հետո նա ձերբակալվել է։ Կասկածյալը պայմանական վաղաժամկետ ազատված անձ է։ Ռիվերսայդում հետաքննությունը շարունակվում է։ Հսկայական հրդեհի պատճառը հնարավոր է եղել է պահեստի աշխատակցից ցածր աշխատավարձը։ Օնտարիոյի խոշոր հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Համացանցում տարածվել է հանցագործության փաստը հաստատող տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը պահեստում մի քանի կետում կրակ վառում։ Նա նկարահանել է իր բոլոր գործողությունները։ Տեսանյութում Հայլենդի բնակիչը բարձրաձայն դժգոհում է իր աշխատավարձից։ Դուք պարզապես պետք է մեզ բավարար վճարեիք։ Նա պահանջում է ապրելու համար բավարար գումար։ Դիտավորությամբ հրդեհ առաջացնելու մեղադրանքով երիտասարդը ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Դատարանը նրան չի ազատել գրավի դիմաց։ Վենտուրա շրջանի պաշտոնյաները հանդես են եկել նախազգուշացմամբ, մարդիկ պետք է լինեն չափազանց զգոն։ Բոժոժավոր օձերի մասին ահազանգերը խիստ ավելացել են։ Այս մասին հայտնում է կենդանիների սպասարկման ծառայությունը, միայն ապրիլին գրանցվել է օձի կծելու 6 դեպք։ Սա բավականին մեծ թիվ է 1 ամսվա համար, իշխանությունները հորդորում են մարդկանց լինել ուշադիր։ Արշավների սիրահարները պետք է մնան միայն հատուկ արահետներում, խորհուրդ չի տրվում շեղվել նախանշված ճանապարհներից։ Օձերը կարող են թաքնված լինել խիտ խոտերի մեջ, անգամ քաղաքային զբոսայգիներում։ Փրկարարները հորդորում են որևէ տեղ օձ նկատելու դեպքում անհապաղ տեղեկացնել պատկան մարմիններին։ Դա կօգնի միջոցներ ձեռնարկել ու վտանգից ապահովագրել նույն վայրը այցելողներին։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, հաջորդիվ իմ գործընկեր Մանու Հարությունյանն է շարունակելու թողարկումը ներկայացնելով առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումները։ Բարև ձեզ, օրը հինգշաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։
Սկսենք հայկական ազգային երգի երկրպագուներից։ Գաթա բենդը հրավիրում է հայ երաժշտության սիրահարներին վայելելու ազգային, ժողովրդական եւ ազգագրական երգերից կազմված բացառիկ ծրագիրը։ Խումբը վերադառնում է Լոս Անջելես, ներկայացնելու հայկական երաժշտական հարուստ ժառանգությունը եւ ավանդական երգարվեստի գեղեցկությունը ապրիլի 16-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Ջազի եւ բարի սիրահարներին հրավիրում է South Bay New Orleans ջազ ակումբը վայելելու ավանդական ջազի երեկո Charlie and the Blowhards խմբի մասնակցությամբ։ Ակումբը, որը նվիրված է ջազային մշակույթի պահպանմանը, առաջարկում է երաժշտական 3 հագեցած բլոկ՝ պարելու, ունկնդրելու եւ նվագելու հնարավորություններով։ Ապրիլի 12-ին ժամը 13-ից 17-ը San Pedro-ի Alva Showroom-ում։ Ճապոնացի կոմպոզիտոր Մասայոշի Տականական հրավիրում է ջազային երաժշտության սիրահարներին վայելելու իր Super Takanaka World Live 2026 համերգը։ Տականական կիթառահարության իր կախարդական վարպետությունը կցուցադրի Hollywood Palladium-ում, խոստանալով անմոռանալի երեկո ապրիլի 13-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Hollywood Palladium համերգասրահում։ Արմինե Խաչատրյանը եւ Արարատ Պարի ստուդիան հրավիրում են պարարվեստի սիրահարներին վայելելու Պարի գույները խորագրով ցնցող ներկայացումը։ Պարը շարժումից ավելին է, այն պատմություն է, զգացմունք եւ կրակ։ Միացեք այս անմոռանալի երեկոյին ապրիլի 18-ին երեկոյան ժամը 5-ին Glendale-ի Performing Arts Center-ում։ Full House-ը շարունակում է ամերիկյան ցուցադրությունների շարքը, ծանոթ հերոսներ, նոր իրավիճակներ ու անվերջ ծիծաղ։ Full House վայրեջ կինոկատակերգությունը կարող եք դիտել ապրիլի 18-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Արթուր Չապարյանը հրավիրում է հումորի սիրահարներին Լոս Անջելեսում իր առաջին ստենդափ համերգին։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսին են ներկայացվելու ինչպես նոր կատակներ, այնպես էլ հանդիսատեսի կողմից արդեն սիրված լավագույն համարները։ Ծրագիրը ռուսերեն, կազմակերպիչները տեղեկացնում են մուտքը միայն չափահասների համար է, 18 տարեկան եւ բարձր։ Ապրիլի 19-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ում։ Լավ առաջարկներ կան ընտանեկան կամ ընկերախմբով հանգիստ տնախնդրողների համար։ Plant-based treat-ին հրավիրում է ընտանիքներին եւ համայնքի անդամներին մասնակցելու իր երկրորդ ամենամյա սննդի փառատոնին։ Այս անվճար միջոցառումը նվիրված է կայուն ապրելակերպին եւ բուսական սննդակարգին։ Այցելուներին սպասում են համտեսներ, էկոլոգիապես մաքուր ապրանքների տաղավարներ, զվարճանքի գոտիներ եւ հետաքրքիր ծրագիր կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի գաղափարի շուրջ։ Ապրիլի 12-ին ժամը 11-ից երեկոյան ժամը 5-ը Արևմտյան Հոլիվուդի Plummer Park-ում։ Լոս Անջելեսի կենթանաբանական այգին հրավիրում է բոլորին վայելելու գարնանային տրամադրությունը LA Zoo Bloom միջոցառման շրջանակներում։ Այցելուներին սպասվում են գունեղ ֆոտոգոտիներ, զբոսնող հեքիաթային կերպարներ եւ բնապահպանական թեմատիկայով նոր Mission Safari լաբիրինթոսը։ Մարտի 27-ից մայիսի 25-ը ժամը 10-ից երեկոյան ժամը 4-ը Լոս Անջելեսի կենթանաբանական այգում։ Լոս Անջելեսի բնագիտական պատմության թանգարանն էլ հրավիրում է բնության եւ շրջակա միջավայրի բոլոր սիրահարներին նշելու երկրի օրը։ Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու մեր մոլորակի անցյալն ու ներկան, ծանոթանալու էկոլոգիական մարտահրավերներին եւ մասնակցելու կրթական եւ ստեղծագործական միջոցառումների, այգիներում անցկացվող շրջայցերից մինչեւ գիտական փորձարկումներ։ Ապրիլի 19-ին ժամը 9-ից երեկոյան ժամը 5-ը Լոս Անջելեսի բնագիտական պատմության թանգարանում։ Եթե սիրում եք ադրենալին ու դրայվ, վերջին առաջարկը հենց ձեզ համար է։ Formula Drift-ի կազմակերպիչները հրավիրում են ավտոսպորտի եւ ադրենալինի սիրահարներին վայելելու անմոռանալի օր Long Beach-ի կենտրոնում։ Դիտեք լավագույն դրիֆթերների վարպետությունը եւ դարձեք այս տպավորիչ մրցումների մասնակիցը։ Ապրիլի 11-ին ժամը 3-ից 6-ը Long Beach-ի Long Beach Arena-ում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք։ Իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։